Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնը ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ կազմակերպել է բանավեճ ժուրնալիստների ասպարեզ ակումբում ազգային ժողովի ընտրություններին մեծամասնական ընտրական կաշկով առաջադրված Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքի թեկնածուների միջև։ Նշենք, որ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրական կաշկով առաջադրվել են հետևյալ թեկնածուները՝ Մակյան Պետրոս, Պետրոսյան Հունան, Պետոյան Մուշեղ եւ Վարաքյան Մխիթար։ Բանավեճին իրենց ներկայությունը ապահովել էին նշված թեկնածուներից երկուսը՝ Մակյան Պետրոսը ՀԱԿ անդամ եւ Պետրոսյան Հունան օրինաց երկիրկուսակցական թևը ներկայացնող։ Բանավեճի վիճելի թեման թեկնածուների առաջադրման եւ հետագա անելիքների համար էր։ Ինչու փոխել օրենսդրական դաշտը եւ ոչ եղած օրենքների շրջանակներում կարողանալ հասարակությանը նպաստող գործունեություն ծավալել։ Պատգամավորության թեկնածուները նշված հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել։ Ընդդիմության ներկայացուցիչ Պետրոս Մակյանը դժգոհել են տածող քարոզարշավի ընթացքից, իշխանական թևը օրինաց երկիրկուսակցության անդամ Հունան Պետրոսյանը գնահատել այն բավարար։ Ընդդիմություն իշխանություն բանավեճի շրջանակներում խոսվել է նաեւ նախընտրական ծրագրերի մասին եւ թե ինչպես են դրանք հետագայում կյանքի կոչվելու նշված տեխնազուների կողմից խորհրդարան մուտք գործելու դեպքում։ Ես բոլոր համայնքներում կոչ եմ արել ելույթ եմ ունեցել ընտրակաշառքներին դեմ։ Կոչ եմ արել մարդկանց ընտրակաշառքներով չգնան ընտրության։ Կադարեն իրենց խղճին, իրենց սրտին մեր այսօրվա իրավիճակից դուրս գալով պետք է կադարել ժողովուրդը այսօր մաքուր ճիշտ ընտրություն։ Եվ ես իրականում համոզված եմ, որ այսօր հատկապես թիվ 36 ընտրատարածքում մեր Արտիկի Անի ընտրատարածքում ժողովուրդը արդեն բավականին քաղաքականապես հասունացված են, արդեն կա զարգացած քաղաքացիական հասարակություն եւ ես գտնում եմ, որ մարդիկ եթե նույնիսկ այդ գումարները վերցնեն, պետք է կատարեն ճիշտ ընտրություն։ Իմ քաղաքական թիմը դրան նույնպես թեմ է, ես նույնպես չգիտեմ ինչի ասվել, չեմ պատրաստվում ընտրակաշառքներ բաժանել եւ այդ գնով մանդատ ես ինքս չեմ ուզում ստանալ։ Կոնկրետ եթե ես չգիտեմ ես իմ աշխատանքները ընդհանրապես հաջողված են եղել, ես ընդրովի մարմինում եմ աշխատում 15 տարի քաղաքական պաշտոնի եմ աշխատել 5 անգամ ընտրվել եմ, 1 անգամ ընտրվել եմ, 4 անգամ վերընտրվել։ Միշտ այո, գյուղապետ, ես իմ թիկունքին զգացել եմ իմ ժողովրդի, մաքուր ձայների, այսպես ասած, աջակցությունը գյուղի։ Ես ընտրողներին ասում եմ ելքը հետևյալն է։ Եթե վախենում եք, ասեք հա, ինչ խնդրում են, ասեք համաձայն են։ Եթե վախենում եք կաշառք են տալիս վերցրա, որովհետև հետո պրոբլեմ կունենաս, արդեն գտնես սև ցուցակի մեջ։ Բայց ասում եմ մտնում եք այդ խուցը, այդտեղ ոչ մեկը ձեզ չի կարող վերահսկել։ Մենք ունենք մեր վստահված անձինք եւ այս համագործակցությունը հնարավորություն տալիս։ Ձեզ ոչ ոք չի կարող նկարել, չի կարող այդ երբ որ ասում եք ընտրատեխնիկը ծալեք 4-ը ծալ, դա հոգեբանական ազդեցություն է, ձեզ բացարձակ չեն վերահսկելու։ Այդ անձնագրերը, որ հավաքում բաժանում են, դա հոգեբանական ազդեցություն է, հետո տանում են փոխտվողներին ներկայացնում են, արդեն նրանք էլ շնացել են։ Գիտեմ, որ նախորդ ընտրություններին իրենց քծել են, 20-30% խաբել են։ Հիմա ասում են, բեր անձնագիրը կամ անձնագրի տվյալը, որ այսքան փող 10 անձնագիր ես բերել, այսքան ընտրակաշառքի փող կդամ։ Իսկ այդ մարդուց, որ անձնագրերը հավաքել են, սրանք արդեն հոգեբանորեն մտածում են, որ իրենք արդեն ինչ-որ ազդեցության տակ են։ Ես իրենց բացատրում եմ, բացարձակ որևէ նշանակություն չունի այդ անձնագրերը վերցնելը ու անձնագրի տվյալները։ Դուք ազատ եք քվեարկության ժամանակ։